Պարոն Մաղսютյան, ԱԱԾ-ն այսօր վաղ առավոտյան ժամը 8-ին կարծեմ, խուզարկության է եկել, ներխուժել է ձեր տուն, ինչ են առգրավել, ինչ գործողություններ են իրականացրել։ Բանը Իջևանի տնից առգրավել են որսորդական հրացան, գրանցված հրացան ա եղել։ Հետո տենց դրոն են առգրավել, ինչ որ 5000-6000 դրամից փոքր եղբորս երեխու համար են առած եղել, դրոնն ա եղել։ Հա, Վալբիրիսովի մենք ասացինք կարանք ցույց տանք, ասենք ոնց ենք պատվել, ինչ եղանակով, բան, ասացին չէ, պետք չի։ Հայրիկի հեռախոսն են վերցրել, երեխու պլանշետն են առգրավել, ու տենց փաստաթղթեր ամբողջությամբ ստուգել են տան ինչ փաստաթղթ կա բան, բայց դե ոչ հիմա չենք գտել։ Տենց հետո դրսում ինչ որ խոսացին, եկան ու որոշում կայացին, որ պետք է ձերբակալեն։ Այսինքն տնից բան չտարան դեռ, դուրս եկան, ինչ որ հրահանգ ստացան։ Ինչ խոսում էին, էլի չեմ կարող ասեմ հրահանգ ստացան թե չէ, բայց դե հրահանգով էին եկել։ Տենց Օրինական զենքն են միայն առգրավել։ Զենք առգրաված է, հա։ Գյուղի տնից էլ են զենք առգրավել ոնց որ, բայց բանը, էլի օրինական զենք է, խնդիր չկա, էլի փաստաթղթերով բան։ Հա։ Չինեմ, որ օրինական է, էլի ասենք ինքը բան չկա, թղթով բանով, սաղ կա։ Իսկ ահաբեկչության գործողությունների հետ էր էլի մեղադրանք, այսինքն այդ ահաբեկչական բաների հետ։ Ահաբեկչության հետ կապված ոչ մի բան սկզբում չեն ասել, ուղղակի ասեցին հերթական բան է, այտենց խոզարկություն է, դաժե սենց Պարոն Մաղսютյան մենք մեզ թույլ չենք տա նման բան անենք, սենց ձևական բաներ է, այտենց մեկ է վերջում որոշեցին պետք է ձերբակալեն։ Այդ էր։